Շակայն Գերեշամ Գրչյան, ծառայում եմ հայրենիքիս։ Ինչ ասեմ։ Կյանքս շատ եմ կարոտի քեզ։ Չեմ ապրում, ես 10 ամիսին ասնի, կամ ասնեմ քեզ, նորից տեսնեմ քեզ։ Գրիշա ջան, մարտական դիրքում ես, որքան ժամանակ է, որ մարտական հերթապահություն ես իրականացնում, այսինքն դիրքապահ ես։ 6 ամիս։ 6 ամիս։ Փոխում ա քո մեջ ինչ-որ բան ծառայությունը դիրքում, ինչ տարբերություն ես տեսնում դիրքում ծառայելու եւ զորամասում ծառայելու միջեւ։ Դիրքում ծառայելու միջեւ շատ տարբերություն կա, զորամասի։ Այ որն է տարբերությունը։ Տարբերությունն է, որ զորամասում կոպիտ ասած խախանդ է, շատ խախանդ է, իսկ լավացություն չկա, իսկ մտնորդը նորմալ, իսկ ամեն պահի կարագոս լինի։ Զգոն եք ամեն պահի։ Շատ է լինում անհանգստություն վերջին շրջանում այս ուղղությամբ։ Վերջին շրջանում մինչև ապրիլի 24-ը լավացություն շատ է եղել, դրանից հետո արդեն մի քիչ հանգստացել։ Գրիշա ջան, հասկանալի է, որ բավականին դժվար է, հա, ինչ որտեղ ծառայել դիրքում պատասխանատու է։ Ինչն է օգնում ձեզ դժվար պահերին, երբ որ կան կրակոցներ, երբ որ դուք ամեն պահի սպասում եք հակառակորդի կողմից ինչ որ քայլերի, ինչն է օգնում ձեզ։ Օգնում է ծնողներդ, ընկերուհիդ, որ ամեն վայրկյան սպասում ես, երբ պիտի ծառայես, սպասում ես ոչ մի սխալ քայլ չանես, գնաս հասնես նրանց, տեսելի։